Մարմարիկն է։ Մայիսի 4-ից մարմարիկը չի հանդարտվում։ Երկու տարեկան Տիգրանը շատ փոքր է, 9 օր է փնտրում են գետում, հարակից գյուղերում, թուփ ու ծառի տակ, բայց չկա։ Մարմարիկի ափերը Տիգրանի հարազատների մշտական հասցեն է դարձել։ Փրկարարների կողքից մի քայլ չեն հեռանում։ Փոքրիկի քեռի Արսեն Ղազարյանը հիշում է, Տիգրանի ծնվելու լուրը առաջինն իրեն են հայտնել։ Իրենց սովորական առօրյայով էին ապրում, մինչև մայիսի 4-ը։ Նեղացած են համացանցում շրջանառվող դատարկաբանություններից ու դատարկաբանողներից։ Վերքին աղ են լցնում, կարող են լռել։ Շուրջ 250 փրկարարներ են միացել որոնողական աշխատանքներին։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը 21 տարի նույն գործն է անում, գետում կորած մարդկանց է գտնում։ Մայիսի 4-ից մարմարիկից այնքան քար, հագուստ ու աղբ է պինդ բռնել, բարձրացրել ջրի երեսը, մտածելով փոքրիկն է։ Ամեն անգամ սպասումներով եմ մտնում։ Փորձում ենք գտնել։ Այստեղ մեծ բարդություն ունենք, որ փուչուր երեխու հետ է։ Մյուսները համատաբար տարիքով մեծ են եղել։ Ու գտել եմ, երկար մանեկ է, կարճ մանեկ է, բայց գտել եմ։ Մարմարիկը հնարավոր բոլոր կողմերից ցանցապատվել է 9 օրվա ընթացքում։ Գետի կողքին հերթապահում ու գիշերում են փրկարարները։ Անչը որ ստացել էինք դեռ 2 տարին չէր լրացել, իրականում բոլորս ցավ ենք ապրում եւ բոլոր վարկածները առաջ քաշված ստուգվում են թե ոստիկանության ծառայողների կողմից, թե մեր կողմից։ Քասախը, Դեբետն ու մի շարք գետեր ևս հանգիստ չեն։ Ոչխարներին արածեցնելիս հովիվն է անշնչացած մարմին տեսնում գետում։ Բնության գրկում ընտանեկան հավաքի ժամանակ է երեխան վայրկյանների ընթացքում անհետանում ու 4 ժամ հետո գետից դուրս բերվում, անշնչացած։ Իսկ ժամեր առաջ էլ Սմովերդի կոչվող լճից են ջրասուզակները դիակ հանել։ Քաղաքացին սուզվել է լճում ու դուրս չի եկել։ Նախնական տվյալներ կարող եմ ներկայացնել, եղել է անզգուշությամբ գետը ընկնելու դեպք, մի դեպքով, ինչպես գիտեք, արդեն սպանության հատկանիշներով վարույթ կա նախաձեռնված, մենք դրա մասին ներկայացրել ենք, դա ուրեմն Երևանում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հիմնականում նաև մեր քաղաքացիների եւի թե օրինակ այսօրվա դեպքն էլ նախնական էլի տեղեկություններով ձկնորսության են գնացել, փորձել են մտնել ջրամբար, այո, հիմնական տեղերում վարար է լինում եւ հնարավոր է նաեւ նման դեպքեր։ Գետերի վարարման շրջան է մայիսն ու դեռ բարձրանալու է ջրի մակարդակը։ Բնապահպան Արամ Գաբրելյանի խոսքով կլիմայական փոփոխությունների դեմ պետք է պայքարել ու հարմարվել։ Գետերի վարարման հարցում հարմարվել է պետք, այսինքն ոչ թե մարդը հարմարվի գետերից դիակներ հայտնաբերելու լուրին, այլ պետությունը քայլեր ձեռնարկի այդ պայմաններում, անվտանգ դարձնելով շրջակա միջավայրն ու մարդկանց։ Կամուրջներ են սարքում, հենց գետին շատ հաշվի չի առնվում ինժեներական լուծումներում այն փոփոխությունները, որ պետք է տեղի ունենան։ Այդ ամեն ինչը հաշվի առնելու դա մասնագիտական հարց է եւ ինքը լուծելի հարց է միջակայքից։ Գետերի վարարման շրջանում գետերից հեռու մնացեք, հորդորում է Գաբրելյանը։ Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդին, կառավարությանն էլ վերջապես աշխատել։ Իրազեկման գործընթացներից մինչև կանխարգելող գործողություններ, ոչ թե միայն արձագանքող։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։